Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է ձյուն, այն կուղեկցի ուժեղ քամիներով ու մառախուղով։ Եղանակի կտրուկ փոփոխության պատճառը ակտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումն է։ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-ից 12 աստիճանով։ Տեղումների այսպես ինտենսիվության ամենապիկը կդիտվի օրվա առաջին կեսին, այսինքն մինչև կեսօր, իսկ կեսօրից հետո դրանց ինտենսիվությունը կթուլանա, սակայն նրանք չեն դադարի մինչև դեկտեմբերի 4-ի գիշերը։ Արդեն իսկ հանրապետության որոշ հատվածներում ձյան շերտի հաստությունը հասնում է 18 սանտիմետրի։ Գագիկ Սուրենյանի խոսքով, առատ ձյունն ուղեկցվում է նաև ուժեղ քամիներով։ Առաջիկա օրվա ընթացքում մենք սպասում ենք բավականին լուրջ օդերեութաբանական պրոցես, որը կտրուկ կփոխի մեր եղանակակլիմայական պայմանները։ Լեռնային շրջաններում Գեղարքունիքում, Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորի և Արագածոտնի լեռներում դեկտեմբերի 6-ի գիշերը ջերմաստիճանը կիջնի մինչև -20 աստիճան։ Օդերեւութաբանները վստահեցնում են, որ դեկտեմբերի 7-ին ցուրտ օդային հոսանքները կնահանջեն։ Գրիգոր Գևորգյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։